գալիս այս հատվածում կանգնում է։ Սա աշտարակ համայնքի բազմախիլ բնակավայրի փողոցներից մեկում է։ Օպերատիվ հետախուզական միջոցառմամբ ստացված կադրերում ըստ ավագ քննիչի երևում է, թե ինչպես է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ղազարավան գյուղի բնակիչը այցելում դատավորի առանձնատուն, նրան կաշառք տալու նպատակով։ Սա մեր ենթադրյալ այն անձն է, ով կաշառք է տվել դատական իշխանության ներկայացուցիչին 2025 թվականի փետրվարի 5-ին։ Անձը մոտենում կանգնում է դատական իշխանության ներկայացուցիչի առանձնատան մոտակայքում ու տենց քայլելով գնում է մինչև տուն։ Քննիչի խոսքով 2024 թվականի մայիսի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչներից մեկը պատրաստվում է կաշառք տալ դատական իշխանության ներկայացուցչին։ Հաղորդման հիման վրա իրականացրել են գաղտնի քննչական, օպերատիվ հետախուզական եւ այլ վարույթային գործողություններ, պարզել, որ քաղաքացին նպատակ ունենալով հրազենի օգտագործմամբ խուլիգանության համար մեղադրվող որդուն պատժից ազատել, որոշել է կաշառք տալ դատավորին։ Իր վերջնական նպատակը որդու նկատմամբ սահմանվելիք անազատության հետ կապված պատիժ չսահմանելն էր։ Այսինքն սահմանված պատիժը ենթադրենք 3-ից 4 տարի կամ ինչքան որ դատարանը տալու էր պատիժ, որպեսզի պայմանականորեն չկիրառվի։ Որպեսզի իրագործի իր մտադրությունը, քաղաքացին 2025 թվականի փետրվարի 5-ին առավոտյան ժամը 8-ի սահմաններում այցելել է դատական իշխանության ներկայացուցչի բնակության վայր եւ անձամբ վերջինիս տվել է $3500 եւ 500 եվրո կաշառք։ Ըստ նախաքննության դատավորը կաշառքը չի վերցրել։ Ներկայացված մեղադրանքում անձն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, որից հետո ներկայացված միջնորդության հիման վրա բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ անձի նկատմամբ որպես խափան միջոց կիրառվել է կալանքը 2 ամիս ժամանակով։ Այս քրեական վարույթից նաև ունենք անջատված մաս անձի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին դատարանում քննվող որդու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ փաստական տվյալներ ունենք, երբ որ անձի ազդեցության ներքո վկաները վարույթի շրջանակներում ներգրաված եւ նախաքննության ընթացքում հարցականված անձինք արդեն դատաքննության ընթացքում փոխում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքները ի օգուտ մեղադրյալի, այսինքն այս մեր քաղաքացու որդու։ Այս անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, Լուրեր։